Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Մենք սկսում ենք նոր եթերաշրջանը եւ այսօր զրուցելու ենք օրեր առաջ Երևանում ավարտված հրաձգության Եվրոպայի առաջնության մասին։ Հյուրս Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Օրեր են անցել, բայց դեռ շարունակվում է այն մթնոլորտը, որ ձևավորվել էր Եվրոպայի առաջնության շուրջ, շարունակում ենք եւ մենք եւ դուք եւ բոլորը արձագանքներ ստանալ հատկապես արտասահմանից այդ առաջնության մասին։ Նախ սպորտային արդյունքներին անդրադառնանք։ Հետո նաեւ այդ ընդհանուր քաղաքական տարի մասին կխոսենք։ Սպորտային քաղաքականության մասին է իհարկե, թե ինչ տվեց արդյոք այս առաջնությունը Հայաստանին։ Հաղորդման սկզբում գործընկերներս տեսանյութ են պատրաստել մեր մարզիկների ելույթների մասին, դիտենք, հետո վերադառնանք ու զրուցենք։ Խնդրեմ։ Երևանն օրեր առաջ դարձել էր եվրոպական հրաձգության կենտրոնը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված հրաձգության 10 մետր մրցատարածության Եվրոպայի առաջնությունը մեկ հարկի տակ էր համախմբել մայրցամաքի ուժեղագույն մարզիկներին։ Մի քանի օր շարունակ լարված պայքար, կենտրոնացում եւ միլիմետրերի ճշգրտություն պահանջող մրցումներն ավարտվեցին հայկական թիմի համար տպավորիչ արդյունքով՝ 4 ոսկե, 8 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Այս առաջնության ամենավառ դեմքերից մեկը դարձավ Լիլիթ Մկրտչյանը։ Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց եզրափակչում նա պայքարեց իր թիմակից Գոհար Հարությունյանի հետ։ Հայկական եզրափակիչը վերածվեց իսկական մարզական դրամայի։ Երկու մարզուհիներն էլ ցույց տվեցին բարձր վարպետություն, սակայն վճռորոշ պահերին առավել ճշգրիտ էր Մկրտչյանը, հաղթելով 8-6 հաշվով։ Այդ հաղթանակը նրան բերեց Եվրոպայի առաջնության 4-րդ չեմպիոնական տիտղոսը։ Գոհար Հարությունյանը նույնպես հաջող մրցաշար անցկացրեց։ Բացի նշված արծաթից, նա երկրորդ արծաթե մեդալը նվաճեց նաև շարժվող թիրախ խառը վազք մրցաձևում։ Բացի անհատական արդյունքներից Հայաստանի կանանց թիմը եւս պատվով հանդես եկավ։ Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Արուսյակ Գրիգորյանը թիմային պայքարում դարձան Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ։ Հայաստանի մեդալային հաշվարկում իր կարևոր ներդրումն ունեցավ նաև Էլմիրա Կարապետյանը։ Օդամղի ճատրճանակ կանանց սոլո մրցաձևի եզրափակչում նա հանդիպեց Հունգարիայի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորին։ Լարված պայքարում Կարապետյանը զիջեց 12-15 հաշվով եւ երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Հրաձգության այս մեծ ստուգատեսում հաջողությամբ հանդես եկավ Լիլիթ Մկրտչյան Հայկ Մինասյան զույգը։ Շարժվող թիրախ խառը թիմային մրցաձևում նրանք առաջին անգամ հասան եզրափակիչ, որտեղ մրցեցին Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Հայկական զույգն այս անգամ պարտվեց 3-6 հաշվով եւ նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալները։ Հայաստանի օրհներքը հնչեց նաեւ մեր տղամարդկանց հավաքականի պատվին։ Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան Եռյակը շարժվող թիրախ մրցաձևում դարձավ Եվրոպայի թիմային չեմպիոն։ Մրցաշարում իրենց խոսքն ասացին նաև երիտասարդները։ Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների եզրափակչում կրկին մրցեցին հայ մարզուհիներ։ Լիլիթ Մկրտչյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Անահիտ Սարգսյանը արծաթե։ Նույն հաջողությունը կրկնվեց երիտասարդների խառը վազք մրցաձևում, որտեղ առաջինը կրկին Լիլիթ Մկրտչյանն էր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Յանա Հակոբյանը։ Հայաստանի հավաքականի մեդալային հավաքածուն ամբողջացրեց տղամարդկանց թիմը օդամղի ճատրճանակ վարժությունում։ Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը բրոնզե մեդալի համար պայքարում 17-9 հաշվով առավելության հասան Բուլղարիայի թիմի նկատմամբ եւ կանգնեցին պատվոհարթակի 3-րդ աստիճանին։ Այսպիսով Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը հայկական հրաձգության համար հիշարժան էր։ Մրցումային դահլիճում հնչող կրակոցների հետ մեկտեղ կրկին հնչեց հայկական հաղթանակների ձայնը, ապացուցելով, որ մեր հրաձիգները շարունակում են մնալ եվրոպական հրաձգության առաջատարների շարքում։ Եվ այսպես, պարոն Հովհաննիսյան, Եվրոպայի առաջնություն եւ Հայաստանի ընդհանուր հավաքականը նվաճեց ընդհանուր 13 մեդալ։ Լավ է սա, թե վատ։ Ուզում եմ ձեր գնահատականը վերլուծությամբ լսել։ Պարոն Գիլոյան, մեր սպորտաձևի հետ դուք բավականին արդեն ծանոթ եք։ Մենք իրար հետ առիթ ենք ունեցել երկրպագել մեր հավաքականին Հունգարիայում, երբ որ գնացինք այս Եվրոպայի առաջնության հայտը տալու։ Մեր սպորտաձևը կոնկրետ ֆավորիտներ, ինչպես ուրիշ սպորտաձևերում են 4 հոգի, 5 հոգի, այդպես չի։ Մեր ֆավորիտների
թիվը 20 հոգի է։ Եվ այս առաջնությանն էլ իրոք մեր հավաքականը բավականին լավ պատրաստված էր։ Կային մեդալներ, որոնք մենք սպասում էինք, ցավոք սրտի դա այդպես չեղավ։ Շատ մեծ սպասումներ ունեի մեր գյումրեցի Գոր Խաչատրյանից։ Բայց այնպիսի մեդալներ էլ եղավ, որոնք անակնկալ էին մեր համար։ Դրա համար մեր սպորտաձևի հետ կապված դա ինչ-որ հավասարաչափ բաներ են։ Եվ նայեցեր, որ օրինակ մեր Հայկ Մինասյանը վազող թիրախ ձևից ինքը ամենաերիտասարդ մասնակիցն էր։ Առաջի մրցափուլը Հայկ Մինասյանը առաջին հորիզոնականով գնում է։ Եվ մի հատ տենց արտարոց դեպք է լինում զենքը կշռելուց։ Եթե չեմ սխալվում, Լեհաստանի ներկայացուցիչներ պահանջել։ Կարող է, ես չեմ կարող հստակացնել։ Ես հետո մանրամասն հետաքրքրվեցի, ասացին, որ ինքն է պահանջել կշռել զենքը։ Լեհաստանի, որովհետև այդ ներկայացուցիչը միակ մեդալակիրն էր Լեհաստանից եւ ինքը եկել էր հատուկ այդ մեդալի համար, մեր ամենափոքր տարիքով երիտասարդ տղան այո, հաղթում էր եւ տենց մենք այդ մեդալից որակազրկվեց մեր մարզիկը։ Ասենք, որ հերոստատիտողն էլ տեղյակ լինի, ընդամենը 30 գրամ զենքը ծանրը։ Օդը քիչ էր տված եւ արդեն շատ օդով, երբ որ կշռել էին զենքը, 30 գրամի տարբերություն էր տվել, բայց դա այդ սպորտի օրենքներից է եւ որակազրկվեց մեր մարզիկը։ Երբ ես զրուցում էի ընթացքում մարզիկների հետ, միաբերան ասում էին, որ շատ լավ են պատրաստվել այս առաջնությանը։ Մասնավորապես Էլմիրան Կարապետյան, երբ որ Խլղաթյանի հետ այնքան էլ լավ հանդես չեկան խառզույգում, շատ մեծ ափսոսանքով էր խոսում ու ասում էր, որ ախր շատ լավ են պատրաստվել ու ամբողջ այսպես ուշադրությունը սևեռել էր սոլոին ու փառք Աստծո, որ այդ վիճակում 6 ամսական հղի կարողացավ երկրորդ տեղով, երբ շատ վատ սկսելուց հետո ես ամբողջ այդ մրցումը ուղղակի հիմա աչքիս առաջ է գալիս 5 միավոր վաստակեց առաջին սերիայում, հետո կարողացավ 8-7 ու դրա շնորհիվ երկրորդ տեղով մտավ եզրափակիչ ու փառք Աստծո, բրավո, դա արդեն երաշխավորված արծաթ էր, որովհետև մայորը ավստրիացի շատ լավ մարզավիճակում էր, բավարարվեցինք արծաթով, բայց սա ես համարում եմ շատ մեծ նվաճում այդ ֆիզիոլոգիական վիճակում եւ այդ լարվածության մթնոլորտում, գիտեք ինչի, որովհետեւ եթե շատ մարզաձևերում տանպատերը օգնում են, որտեղ երկրպագուները գալիս են, վանկարկում են, ոգևորում են, փորձում են սատարել, ապա այս մարզաձևում դա չկա, դա չի կարելի ուղղակի ու լրացուցիչ լարվածությունը նույնիսկ խանգարում է։ Եվ այս պայմաններում ես Էլմիրային համարում եմ ամենահաջողվածը մեր մարզիկներից։ Մի միջադեպ պատմեմ, ուրեմն Էլմիրայի ամուսինն էլ ներգրաված էր որպես վոլոնտյոր, շատ լավ աշխատանք էր կատարում եւ տենց զրուցում ենք իրար հետ, ասում եմ Էլմիրա, իտալացի աղջիկ կա, օլիմպիական չեմպիոն, այդ աղջիկը ներգրաված էր Իտալիայի ձմեռային օլիմպիական խաղերում եւ այդ աղջիկը չէր մասնակցելու այս եվրոպական խաղերին։ Ասում եմ, լավ է էլի, որ ինքը չկա, բայց դե ինքը միակը չի, որ կարող է հաղթել։ Մրցակիցները տուժեղ են, մեկ էլ ամուսինն ասում է, հա, Անգերով Վանսյան ասում է, ուժեղներից շատերը կան, Էլմիրան ամուսնուն հետադարձում է, ես քեզ ասել եմ ուժեղը ես եմ։ Ասի Էլմիրա ջան, դրա համար վաղը մրցայելույթը տա կապացուցես, դա ուղղակի խոսքով չի, ու Էլմիրայի մոտ չի ստացվում։ Հետո միքսի ժամանակ չի ստացվում։ Միքսը իրանք բավականին լուրջ զույգ են եւ եվրոպական խաղերում, այո, իրանք միշտ համ եզրափակիչում են, համ էլ տեղեր են զբաղեցրել, չի ստացվում ու Էլմիրայի մեջ ցենց ոնց որ արժանապատվության ինչ-որ երևույթ էր, էլի, որ ինքը տանը անցկացվելիք մրցաշարից առանց մեդալ մնա, դա համար ինչքան ուժ ուներ ներդրեց այդ սոլո վարժության մեջ,
բայց իրոք մայորը շատ ուժեղ էր, անքննարկելի ուժեղ էր, ես էլ շնորհավորելուց արժանի շնորհավորանք տվեցի, իրոք արժանի հաղթեց։ Էլմիրան արեց ամեն ինչը, բայց մայորը հաղթեց։ Լարվածության մասին խոսեցինք, հիմա դուք էլ որ ասացիք Բենիկ Հելղաթյանի մասին, այստեղ իր մոտ ակնհայտ երևում էր այդ չափից ավելի լարվածությունը։ Երբ որ որակավորման փուլն էին կրակում, արդեն ակնհայտ էր, որ ինքը այնքան լարված է, որ ամեն վարքյան ձեռքն է սրբում, քրտնում է։ Իսկ դա արդեն հասկանալի է, այդ հոգեվիճակով դժվար թե կարողանաս դիպչել թիրախի այն մասին, ինչը հաղթաբեր է լինելու հետագայում։ Մենք ունենք մարզիկներ, որ որակավորման փուլում իրանք շատ լավ հաղթահարում են, բայց եզրափակիչում այդ հոգեբանական վիճակը ավելի քիչ են կարող հաղթահարել, որի վրա մենք շատ մեծ աշխատանք ենք տանում եւ հոգեբանների օգնությանն ենք դիմել, դա շատ սպეციფიկ է այս մարզաձևի հետ, դրա համար ասենք դի սպորտսմենը իրոք կարողանա հաղթահարի առաջին հերթին իր հոգեբանությունը։ Երբ ինքը իրան հաղթեց, ինքը բոլորին կհաղթի։ Իրանց մեջ խնդիրը ինքը իրան հաղթելն է։ Մեր մոտ առաջի խնդիրը դա է դրած, որ մենք ասում ենք օրինակ պարապմունք է, ուղղակի պարապմունք է, պարապմունքին բոլորը ռեկորդակիր են։ Հենց մի հատ անունը դրեցինք, որ վсё, պարապմունքը վերջացավ, հիմա մրցում է այդ ռեկորդակիրները կեսով չափ իրանց միավորները նվազում են։ Այսինքն իրանց ինքն իրանց հաղթահարելու խնդիր ունեն։ Հիմա մեր բավականին աշխատանք ոնց որ սևեռված է դրա վրա։ Իսկ թվում է մի բանի Գիտեք, ես հիմա հիշեցի մեր լեգենդար ծանրորդ Սերգո Ամբարձումյանն էլ այդ խնդիրն ունեցել է։ Նույնիսկ մի մրցման ժամանակ մարզիչը խնդրել է, որ իսկական քաշը չհայտարարեն, որովհետև եթե լսի այդ քաշն է, չի բարձրացնելու։ Ու եկել բարձրացրել, հետո է իմացել, որ այդ քաշն են հայտարարել։ Այնպես որ այդ մենակ հրաձիկների մոտ չի, դա մարդ էակին բնորոշ հատկանիշ է հոգեվիճակ ու բոլորը չէ որ կարողանում են։ Շատերը հասկանում են, գիտեն անգամ ուրիշներին խորհուրդ տալ, բայց երբ հարցը հասնում է իրենց, դրա պատասխանը չեն կարողանում տալ։ Հիմա վերադառնանք մրցմանն ընդհանրապես։ Նախ 40 երկրի ներկայացուցիչներ, ֆանտաստիկ բացմանարարողություն, շատ ճաշակով, շատ գեղեցիկ, շատ ներկայանալի, ու հետո մրցումը։ Դա ինձ շատ հետաքրքիր էր, որովհետև դա մեր գաղափարն է եղել, ու հետաքրքիր էր, թե ինչպես կընկալվի, որովհետև համերգային դահլիճում եզրափակիչ անցկացնելը շատ մեծ նորություն էր ու բոլորի կողմից գնահատվեց գերազանց։ Ձեզ ինչպես են ներկայացրել, դուք ինչ կարծիքներ եք ստացել։ Ես խոսեմ եղելության մասին, ինչ որ տեղի ունեցել, բայց ուզում եմ առիթից օգտվելով նախ շնորհակալություն հայտնել մեր երկրի վարչապետին իր ներկայության համար եւ իր մասնակցությամբ մեր այս Եվրոպայի առաջնությունը եվրոպական օրացույցում նախադեպը չունեցող առաջնություն համարվեց, որովհետև ամբողջ Եվրոպայի անձնակազմը, ով ներկա էր, իր նախագահի գլխավորությամբ եւ աշխարհի ֆեդերացիայի նախագահն էլ դուք տեսակ իրանք ներկային, ասում են, որ մենք ամենամյա մրցաշար է սա, ոչ մի անգամ նման բարձր կարգի, այսինքն երկրի ղեկավարի ներկայությամբ մրցաշար չեն տեսել։ Սա իրոք նախադեպը եղավ մեր մրցաշարը եւ ձեզ ասեմ, բոլորը մոտենում էին, ասում էին դուք նիշը այնքան բարձրացրեցիք եվրոպական առաջնության, որ սրանից հետո արդեն ով հայտ տվեց Եվրոպայի խնդիրի առաջ է կանգնելու, որ գոնե ինչ-որ մի չափ հավասար կարողանան Եվրոպայի առաջնություն անցկացնեն։ Իրոք շատ մեծ աշխատանք էին տարել մեր կազմակերպիչ մասը, այո, եւ մեր խումբը, ասենց ասեմ, էլի մեր բոլորը պատվաբեր ձևով, որ իրանց անձնական պատվախնդրության համար սա երազանք հայել է ամբողջ մեր Հայաստանի հրաձիկների, հրաձգություն երկրպագողների, սա երազանք ա եղել, այդ երազանք իրականացավ, մենք դրսում
Հայաստանից գնաց մարզիկներ ենք ունեցել, որոնք Գերմանիայում են ապրում, Գերմանիայի դրոշի տակ մասնակցել են, իրանք դուք եք հանդիպել այդ մարդկանց, մենք որ դուրս ենք եղել, այդ մարդիկ ամեն անգամ եկել են Հայաստանին երկրպագելու եւ ասում են մենք երազում ենք մի հատ Հայաստանում այսպիսի միջոցառում անցկացնել ու բոլորն եկել էին բոլորի աշկերից ոսկլտբեր ուրախությունը որ սա ես անգամ ներկա էի երբ օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը ձեզ ասաց որ սա իմ երազանքն էր դուք արեցիք այո ընկեր Գիլյան շատ պատվով իրականացրեցինք դուք էլ մեր հետ միասին այս մտահղացումը ծանոթություն չի դուք առաջարկություն արեցիք եւ մենք երկուսով Փառք Աստծո դա կարողացանք դարձնել իրականություն։ Մենք այս տաղավարում անցած անգամ երբ որ իրար հետ զրուցում էինք, դուք ինձ հարց տվեցիք, բայց արդյոք կտան մեզ անցկացնելու Եվրոպայի առաջնությունը, ես էլ պատասխանեցի, որ մենք այսօր մեր նվաճումներով, մեր մասնակցությամբ եւ մեր հանդես գալով բոլոր առաջնություններին արդեն թույլ ենք տալիս, որ մեզ այդպիսի առաջնություն անցկացնել թույլ տան, այսինքն մեր մարզավիճակն էլ է դրան թույլ տալիս եւ ինչի ականատես է եղանք։ Մենք թիմային պայքարում մեդալների հաշվարկով զբաղեցինք 4-րդ տեղը, բայց դուք նայեք տեսեք այնտեղ Ֆրանսիայի նման երկիր առանց մեդալ մնաց, Անգլիայի նման երկիր առանց մեդալ մնաց։ Այո, դա իրականություն է եւ ճիշտ ասած հոգիս փառավորվում է, որովհետեւ 2021 թվականից հետո Հայաստանում ինչ մրցում անցկացվել է, գնահատվել է նույն կերպ, նույն բարձր գնահատականով, նույն վերաբերմունքով եւ կազմակերպչական առումով թիմը արտակարգ թիմեր են կազմակերպել եւ պրոֆեսիոնալ առումով մարզաձևերի թիմերն են շատ լավը եղել եւ նույնիսկ մեր կամավորներն են ամենալավը եղել եւ սա անչափ կարեւոր է հետագայի համար ու մի քիչ առաջ դուք նշեցիք որ եւ Լուչանո Ռոսին էր այստեղ աշխարհի ֆեդերացիայի նախագահ եւ Ալեքսանդր Ռատները Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ գաղտնիք չի որ նրանք այնքան էլ ջերմ հարաբերություններ չունեն բայց Երևանում նույնիսկ կարողացաք նրանց նույն սեղանի շուրջ նստեցնել ու մեկ-մեկու բաժակ խփել լավ հարաբերություններ ստեղծել որպեսզի հետագայում մարզաձևը ավելի դիտարժան ու ավելի տարածված դառնա Գերգիլյան, մեր հայկական մենտալիտետը, այսպես ասեմ, մենք բաց չթողեցինք նման իրավիճակ ստեղծելու, որովհետև սա սպորտ է եւ մեր հայկական սպորտի մեջ մենք սիրում ենք, որ բոլորին համերաշխացնենք, բոլորին իրոք մի սեղանի շուրջ նստացնենք, լավ հարաբերություն ստեղծենք, որովհետև մեր համար ամենահաճելի պահերից մեկը, որ Հայաստանից բոլորը գոհ գնան։ Ու մեր մոտ դա ստացվեց, դուք եք ներկա եղել, իրոք մարդիկ հրապուրված էին։ Մրցաշարը իրա ոճով էր, շատ բարձր մակարդակով։ Եվ մարդիկ գալիս էին, շատ մարդիկ անգամ տեղյակ չէին Հայաստանի մասին, Հայաստանը ինչ տեսակ երկիր է։ Ինձ մոտեցել են համ մարզիկներ, համ ներկայացուցիչներ տարբեր երկրների, որ մենք հետ ենք գնում եւ իմ ընտանիքով ես գնելու եմ տուրիստական Հայաստանի գնալու ուղևորություն եմ վերցնելու, որ անպայման ես գամ մի քիչ հայազգետ ավելի մոտիկից շփվեմ։ Մի հատ ուզում եմ Հայաստանը տեսնել։ Էս ինչ երկիր եք չի որ սպորտը լավագույն գովազդն է։ Մեր մարդիկ մեծ տպավորություն են թողել մարդկանց մոտ, մեր մարդիկ, մեր մարդ տեսակ ընկեր Գիլյան, շատ մեծ տպավորված էին։ Դրա համար հիմա պետք է մտածել Բաթոթյա 50 մետրանոց հրաձգարաններ կառուցելու մասին։ Վստահ եմ, որ եթե հայտ ներկայացնենք, ունենանք պայմաններ կտան մեզ աշխարհի առաջնություն, իսկ այս մարզաձևում 4 տարի մեկ անգամ է միացյալ աշխարհի առաջնությունը, այն ժամանակ ոչ թե 40, այլ 140 երկիր կգա մասնակցելու, որտեղ ստենդը կլինի, Բացօթյան կլինի, 762 դրամաչափը կլինի, եւ այն ժամանակ եռապատիկ կամ քառապատիկ ավելի մասնակիցներ կունենանք։ Ընկեր Գիլյան, ուրեմն ասեմ հիմա փոխվել է այդ 4-ամյա դիրքորոշումը փոխել են 2 ամյայի եւ
դա մենակ 50 մետրով չի, դա ստենդն էլ է դրա մեջ մտնում, ստենդային հրաձգությունը եւ 300 մետր էլ մենք ունենք, 762 դրամաչափը 300 մետր տարածության հրաձգարան է պետք մեզ։ Դա աստված մենք հասնենք դրան, բայց հիմա թե աշխարհի ֆեդերացիան, թե Եվրոպայի ֆեդերացիան յուրաքանչյուր մեր տված հայտին առարկում ընդհանրապես չի լինի։ Ասի այո։ Այո, որովհետև մենք իրոք բոլոր կողմերով, բոլոր թե կազմակերպչական, թե մարզումային, թե ապահովական, թե անվտանգային, այո, բոլոր կողմերով մենք մեզ ցույց տվեցինք ամենաբարձր տեսակետից եւ մարդիկ այդ տպավորություններով մինչեւ հիմա արձագանքները գալիս է, մինչեւ հիմա գրում են, որ շատ շնորհակալ են եւ ձեզ մի բան էլ ասեմ։ Ուրեմն բացի մեր սպորտային իրավիճակի արձագանքներից, նաև հիմա մեզ անընդհատ գրում են դեսպանատներից, որ շատ ուզում են ծանոթանան մի հատ մեզ հետ, այսինքն տվյալ երկիրները իրանց դեսպանատներին տեղյակ են պահել մեր միջոցառման մասին եւ ուզում են ինչ-որ տենց հատուկ կապեր ստեղծել մեր հետ, որ մեր այդպիսի հայտերը, այդ միջոցառումները լինեն շարունակական եւ մարդիկ բազասերներն են շատ բարձր գնահատել այս առաջնությունը, դրա համար հարցեր են հղել եւ գործընկերս Մարիամը քիչ հետո այդ հարցերը կտա ձեզ։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, այժմ Արթուր Հովհաննիսյանը կպատասխանի ձեր ուղարկած հարցերին։ Մարիամ, շատ են հարցերը։ Բավականին։ Փորձել եմ ծաղկը քաղանել։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Դուք երբևէ զբաղվել եք հրաձգությամբ։ Ոչ։ Իսկ այլ սպորտաձևով։ Այո, ըմբշամարտիկ եմ եղել ես։ Ազատ ոճի։ Ազատ ոճի։ Հրաձգությունը չի հետաքրքրել երբևէ։ Զենք միշտ սիրել եմ, բայց ոչ թե զենքին ես վերաբերվել եմ որպես չար բան, այլ հոբբի։ Ես ինքս պատերազմական իրավիճակներն եմ մասնակցել եւ ինձ թվում է այդ զենքասիրությունն էլ է նպաստել, որ ես ընդգրկվել եմ հրաձգության մեջ։ Ձեր կարծիքով այսօր Հայաստանի հրաձգության ամենամեծ խնդիրը ո՞րն է։ Հրաձգարանների սակավությունը։ Մենք ունենք ընդամենը մեկ հրաձգարան, որ իրոք հրաձգարան է դա։ Եվ ունենք շատ կիսատ, պրատ, այդպիսի Գյումրիում մի հատ փոքր խումբ ունենք, Վանաձորում մի հատ փոքրիկ դպրոցանման, որ նոր իր պատերը դառան մերը, բայց հիմա արդեն քանդման տակ է, այս է մեր վիճակում, մենք այդ մի հրաձգարանով այսօր մրցեցինք ողջ Եվրոպայի հետ, որ մեր հանրությունն էլ տեսավ մեր մրցելը ինչպիսին է, դուք պատկերացնում եք, որ մենք ունենանք 10 հրաձգարան, մեր կարգավիճակը ինչպիսին կլինի։ Եվ հաջորդ հարցը հենց այդ առաջնության մասին է, որքանով էր բարդ նման մասշտաբային միջոցառման անցկացումը Հայաստանում։ Հոգեբանական բարդություն էր։ Հոգեբանական մեր թիմի բոլոր մարդիկ իրոք ապրում էին դրանով։ Անգամ քնի մեջ մտածում էին Եվրոպայի առաջնությունը, որ պատվով անցկացնելու համար։ Եթե պատվախնդիր մարդ ես արժանապատվություն ունեցող, ինչ էլ լինի, դու պիտի լարվես, դու պիտի շատ հուզվես ու մտածես, որ Աստված մի արածը անկարծ չստացվի։ Հեռուստադիտողին հետաքրքրում է, որ տարիքից է ամենալավը սկսել զբաղվել հրաձգությամբ։ Ես ասեմ, տարիքը որպես այդպիսի ֆիքսած մեր մոտ 11-12 տարեկանն է, բայց դա մի քիչ էլ ֆիզիկական տվյալներից է կախված։ Այսինքն 11-12 տարեկանում կարող է ինչ-որ երեխան մի քիչ փոքրամարմին լինի, որովհետև զենքերը ծանր են, եւ այդ զենքերի հետ վերաբերվելուց մի քիչ ավելի պետք է ձևավորված լինի երեխան, որ զենքի հետ շփումը վնաս չտա իր ֆիզիոլոգիական իրավիճակին, դա է։ Եվ վերջին հարցը, պարոն Հովհաննիսյան, ի՞նչն է ամենաշատը ուրախացնում ձեզ, երբ հետևում եք մրցումներին։ Մեր մարզիկների նվաճումները։ Ես առաջի անգամ ներկա եմ եղել Եվրոպայի առաջնությունը Ֆինլանդիայում եւ
չեմ տեսել դրսում երկրպագություն, առաջի անգամ դա իմ հետ տեղի ա ունենում։ Մեր մարզիկը, մենք ունենք Վախտամյան Նորիկ, շատ լուրջ մարզիկ էր, մենք մի հատ Վախտամյան Նորիկ ենք ունեցել, մինչև 11 թիվը։ Այո։ Ինքը իրոք լուրջ մարզիկ էր եւ առաջին հորիզոնականով, որակավորման փուլը ավարտում է, մտնում է եզրափակիչ։ Գնում եմ եզրափակիչ նայելու, երկրպագելու մեր Նորիկին, ավակ մարզիչին ասում եմ դարի գնանք, ես չեմ գալիս։ Ասում եմ ոնց, քո սանն է կրակում, չէ, ասում եմ ես չեմ գալիս։ Ես էլ մի տեսակ դեղվում եմ, թե էսի չէ նշանակում չեմ գալիս, ես չեմ պատկերացնում, ես ուր եմ գնում։ Գնացի դահլիճում նստած ենք, բոլորը արտասահմանցիներ են կողքս, տարբեր երկրի ներկայացուցիչներ։ Հիմա որ ասում է դատավորը, արդեն ներկայացնում է, մեր Նորիկին ներկայացնում է ագին երկար իր տիտղոսները, նվաճումները, ու տենց տալիս է ստարտա տալի, հաշվում է 3, 2, 1 ստարտ, ու ես շունչս պահում եմ։ Շունչս պահում եմ, տենամ Նորիկը երբ է կրակում։ Ես տեսնում եմ, արդեն շնչահեղձ եմ ըլում, Նորիկը չի կրակե։ Մի խոսքով տանջվեցի, այդ ամբողջ եկա 38.5 տաքությունս բարձացավ։ Ատե ես հիվանդացա հրաձգությամբ։ Այդ իմ հիվանդության ոնց որ սկիզբը դառավ։ Վիրուսներ։ Այո, այդ հենց հրաձգության վիրուսներ։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, Աստված տա որ միայն դա լինի ձեր հիվանդությունը։ Այդ հիվանդության արդյունքում Հայաստանի հավաքականի նվաճումները շատ լինեն։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր զրուցեցինք Հայաստանի Երաժշտության Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի հետ։ Ցտեսություն ու թող դիպուկ լինեն ձեր բոլոր բարի կրակոցները։